Ողջույն սիրելի հայրենակիցներ, եթերում Նոյանտապանն է։ Եվ այժմ մենք զրուցելու ենք Հայաստանի ժողովրդական շարժման համակարգող թուրքագետ Վազգեն Պետրոսյանի հետ։ Ողջույն եմ, պարոն Պետրոսյան։ Ողջույն ձեզ։ Շատ շնորհակալ եմ, որ ընդունել եք հրավերը։ Նույնպես։ Իրանում շատ լարված բոլորը հետևում են այն իրադարձություններին, որոնք եւ կատարվել են Իրանում, եւ սպասվում են, եւ ոմանք անգամ J.D. Vance-ի այցը Միացյալ Նահանգների փոխնախագահի այցը Հայաստան եւ Ադրբեջան ասում են կապում են նաև Իրանում ստեղծված իրավիճակի հետ, իմ հարցը է լինելու, իսկ արդյոք դուք համաձայն եք այդ տեսակետի հետ, որ այդ այցի ընթացքում Իրանի թեման է քննարկվելու եւ Ադրբեջանում եւ Հայաստանում, ոմանք էլ ասում են ոչ դա ընդամենը հայ-ամերիկյան, հայ-ադրբեջան-ամերիկյան փոխհարաբերությունների ամրագրումն է, այն ամենի ամրագրումը, ինչի մասին պայմանավորվել էին անցած տարվա օգոստոսի 8-ին։ Համեցեք J.D. Vance-ի այցը, տարածաշրջան եւ Իրանի թեման։ Գիտեք, երբ որ ուզում ենք խոսել որևիցե աշխարհաքաղաքական խնդիրների վերաբերյալ, մենք պարտավոր ենք նախ եւ առաջ գնահատել այն իրավիճակը, որը տիրում է աշխարհում։ Ունեցել ենք դες մոտ առիթ խոսելու, որ հին աշխարհակարգը արդեն փլզվել է եւ վերջի հանդիպումներ, որ տեղի ունեցավ Միացյալ Նահանգների եւ ՆԱՏՕ-ի ղեկավարների միջև Գրինլանդիայի վերաբերյալ ցույց տվեց, որ արդեն ՆԱՏՕ-ն դարձել է ավելնորդ մի մեխանիզմ եւ այս իրավիճակների մեջ նոր համակարգը դեռ չի ձևավորվել։ Այսինքն մենք ունենք մի փլզված համակարգ, որը դեռ ամբողջությամբ չի փլվել եւ ունենք մի համակարգ, որը դեռ չի ստեղծվել եւ դեռ հայտնի չի իր դերակատարներ ովքեր են։ Բայց մեծամասամբ արդեն հայտնի է, որ հիմնական դերակատարները լինելու են Միացյալ Նահանգները եւ Չինաստանը։ Չինաստանը մտահոգություն դարձավ Միացյալ Նահանգների համար դեռևս 2002-3 թվականներից, իսկ գագաթնակետը 2010 թվականն էր, երբ որ Չինաստանի արտադրած էլեկտրոէներգիան հավասարվեց Միացյալ Նահանգների արտադրված էլեկտրոէներգիայի։ Եվ սա նշանակում էր, որ Չինաստանը շատ արագ տեմպերով արդյունաբերության մեջ զարգանում է։ Իսկ այսօր, ընդամենը 15-16 տարի հետո, Չինաստանը արտադրում է ավելի քան 2.5 անգամ ավելի էլեկտրոէներգիա, քան Միացյալ Նահանգները։ Չինաստանը արտադրում է այնքան էլեկտրոէներգիա, ինչքան արտադրում են միասին վերցրած Միացյալ Նահանգները, Եվրամիությունը, Ռուսաստանը, Սաուդի Արաբիան եւ եւս մի քանի այլ երկրների արտադրած էլեկտրոէներգիա։ Այդ իսկ պատճառով դեռևս 2008-9-10 թվականներին Միացյալ Նահանգները նպատակ դրեց եւ ծրագրեր մշակեց, որպեսզի սահմանափակի Չինաստանի արտադրությունը։ Այսօր Չինաստան աշխարհում միակ պետությունն է, որ եթե իր սահմանները փակեք, նկատի ունենալով իր ազգաբնակչության քանակը, ինքը տարեկան 7% կայուն տնտեսական աճ է ապահովելու։ Եթե ապահովի իրեն իր վառելանյութը, նավթը եւ գազը։ Այդ իսկ պատճառով Միացյալ Նահանգները սկսեց ծրագիր մշակել, որ բոլոր այն երկրները, որոնք մատակարարում են նավթ Չինաստանին, պետք է քանդվեն։ Այդ պետություններից են Սիրիան, Լիբիան, Ալժիրը, Եմենը, Վենեսուելան, Իրանը, Սաուդի Արաբիան, Ռուսաստանը եւ եւս մի քանի այլ փոքր պետություններ։ Խնդիրը ամբողջ նրանում է, որ մեծ խաղադաշտի մեջ, երբ որ նայում ենք իրադարձությանը, Իրանի իշխանությունները իրականության մեջ չեն մտահոգում Միացյալ Նահանգներին։ Միացյալ Նահանգներին մտահոգում է ընդամենը մի բան, այն նավթը, որը որ Իրանը վաճառում է Չինաստանին, դա աշխատացնում է եւ արագացնում է Չինաստանի զարգացման անիվները։ Եվ դրա համար նա ցանկություն ունի դա հնարավորին չափ դանդաղացնի։ Դա է հիմնական պատճառը, որ Միացյալ Նահանգները փորձում է հարվածներ հասցնել եւ քայքայել Իրանը, ոչ թե Իրանի իշխանությունները քայքայի, այլ Իրանը քայքայի։ Իրանը պետք է
քայքայվի այնպես ինչպես որ Լիբիան էր, այնպես ինչպես որ Եմենն է, այնպես ինչպես որ Իրաքն է, այնպես ինչպես որ Սիրիան է։ Կներեք։ Եվ պետք է մասնատվի։ Սա է խնդիրը։ Եթե չէ երբևիցե որևիցե արևմտյան պետության վերջի 500 տարվա ընթացքում չի հետաքրքրել ոչ ժողովրդավարությունը, ոչ էլ ժողովուրդների կյանքն ու ապրուստի ձևերը։ Դրանք բոլորը եղել են պատրվակներ այլ պետությունները քանդելու եւ քայքայելու համար։ Նույն պարագան է նաեւ Իրանինը։ Պարզապես Իրանի պարագայում Միացյալ Նահանգները գործ ունի մի պետության հետ, որ ունի 1,670,000 քառակուսի կիլոմետր տարածք։ Այսինքն պետություն է, որտեղ որ ունի ռազմավարական խորություն։ Եթե Միացյալ Նահանգները 2002-ից 2003 թվականին պատրաստվում էր հարձակվեր Իրաքի վրա եւ կուտակեց ավելի քան 250,000 զորք եւ հարձակվեց Իրաքի վրա, Միացյալ Նահանգները շատ լավ հասկանում է, որ Իրանի վրա հարձակվելու համար, խոսքը ցամաքային հարձակման համար է, իրեն պետք է նվազագույնը 1 միլիոն զորք, որպեսզի կարողանա ներթափանցել Իրանի տարածք։ Ցամաքային առումով։ Ուստի այն ամբողջ բեմականացումը, որը ներկա դրությամբ կատարվում է Միացյալ Նահանգներում եւ Միջին Արևելքում, ունի այլ նպատակ։ Ինչ է ուզում Միացյալ Նահանգները։ Նախ եւ առաջ մի բան հստակեցնենք, քանի որ չափից ավելի շատ են խոսում Թրամփի մասին, բայց ով է Թրամփը։ Անձ, որը ղեկավարում է Միացյալ Նահանգները ընդամենը 4 տարվա համար։ Իսկ Միացյալ Նահանգները գերհզոր պետություն է, որը ծրագրեր է իրականացնում 15, 20, 30, 50 տարվա համար։ Ուստի Միացյալ Նահանգներում որևիցե նախագահ, որևիցե լուրջ դերակատարում չունի։ Եվ իրենք ուղղակիորեն իրականացնում են այն ամբողջ ծրագիրը, որը իրենց դիմաց դրված է։ Հիմա Միացյալ Նահանգների էլիտան եւ իրենց ուղեղային կենտրոնները իշխանության են բերել մի մարդու, որը կոչվում է Դոնալդ Թրամփ, որը իր բնավորությամբ բիզնեսմեն է, առևտուրանող է, իսկ առևտուրանողը ռիսկ չի սիրում։ Եվ քանի որ ռիսկ չի սիրում, ինքը իրականացնում է որոշակի ագրեսիվ քաղաքականություն, իսկ երբ տեսնում է, որ կարող է դրանից ինքը վնասվի, ինքը անմիջապես նահանջում է։ Դրա օրինակները շատ են տեսել։ Հիմա այսպիսի մարդը իր դիմաց դրվել է Իրանի քայքայման ծրագիրը։ Իրանի քայքայման ծրագրի համար իրենք փորձեցին շատ տարբեր ձևեր։ Իրան աշխարհի միակ պետությունն է այսօր, որը ավելի քան 46 տարի, 47 տարի գտնվում է Միացյալ Նահանգների ծանր սանկցիաների տակ եւ իր գոյությունը պահպանել է։ Մի կերպ ճիշտ կարծես Իրանը արդեն իմունիտետ է ձեռք բերել ճնշումների։ Երկրորդ կարևոր խնդիրը, որ կա, նա է, որ Իրանի քայքայման համար իրենք ունեն մի քանի ծրագիր։ Առաջի ծրագիր իրենց է նաև, որ հարվածել Իրանին իր ռազմական ղեկավարությանը եւ կրոնական ղեկավարությանը։ Կրոնական ղեկավարի Խամենեի սպանությունը կարող է ժամանակավորապես վակուում ստեղծի Իրանի վերնախավում։ Եթե Միացյալ Նահանգները սպանի կամ առևանգի կամ ինչ-որ կերպ չեզոքացնի երկրի առաջնորդին, ռազմական վերնախավին եւ մի շարք այլ բարձրաստիճան սպայակազմին, դա կբերի ժամանակավոր քաոսի եւ այս քաոսի ժամանակ իրենք պիտի փորձեն իրենց ներքին եւ դրսից Իրան ներխուժած մարտիկների միջոցով ստեղծել անկայունություն, այնպես ինչպես որ մենք տեսանք հունվարի 8-ին եւ 9-ին։ Այդ միջադեպը մեզ մոտ ամբողջությամբ չվերլուծվեց եւ դրա հիմնական պատճառը նա է, որ Հայաստանում մեր լրատվամիջոցները հիմնականում հենված են արևմտյան
եւ մասամբ ռուսական լրատվամիջոցների տեղեկատվությանը, որը տարածվում է։ Իսկ ոչ մեկը եւ ոչ մյուսը անաչառ չեն։ Իսկ Հայաստանում մենք չգիտենք, ունենք դեսպանատուն, չունենք դեսպանատուն, դեսպան կա, չկա, ինչ է անում։ Հայաստանում էլ կառավարություն չունենք, որ կարողանա ճիշտ գնահատի իրավիճակը եւ ներկայացնի հանրությանը ու նաեւ Հայաստանի Հանրապետության համար մշակի կարճաժամկետ եւ երկարաժամկետ ծրագրեր։ Այդ իսկ պատճառով մեզ մոտ պարզ չդարձավ, թե ինչ է տեղի ունեցել։ Շատ լավ եւ շատ մոտիկից իմանալով իրանցիների հոգեբանությունը եւ մտածելակերպը, իմ տպավորությունը հետեւյալն էր, որ երբ դեկտեմբերի 27-28-ին սկսեց խաղաղ ցույցերը Իրանում, Իրանի խորքային իշխանությունը, խորքային կառավարությունը ստեղծեց մի իրավիճակ, որ ամերիկացիները իրենց զինապահեստում ունեցող զենքերը ավելի շուտ հանեն կրակեն, քան այն ժամանակ, որ իրենք պատրաստ չեն։ Եվ Իրանի իշխանությունները հրահրեցին, որ ամերիկացիները իրենց ծրագիրները արագացնեն, երբ որ իրենք տարածաշրջանում ոչ մի ռազմական ուժ չունեին։ Թրամփը Միացյալ Նահանգներից գոռում էր, ասում էր՝ դուք սկսեք, օգնությունը հասնում է։ Օգնություն չհասավ ժողովրդին, բայց ինչ եղավ, տեղի ունեցավ կոտորած։ Այն մարդիկ, ովքեր որ զինյալ խմբավորումները դուրս էին եկել հրապարակ, իրենք հետագայում, ով որ ձերբակալվել էր, բոլորը անխտիր ասում էին, որ իրենց հրաման էր տրված կրակել հասարակ քաղաքացիների վրա, որպեսզի սպանությունների եւ մահվան թվի աճը պատճառ հանդիսանա, որ մնացած ժողովուրդն էլ դուրս գան։ Սա մի մեթոդաբանություն է, որը Միացյալ Նահանգների Քիփթաուն համալսարանում մշակվել էր դեռ տարիներ առաջ, դեռևս 1980-ական թվականներին, եւ մեխանիզմը հետեւյալն էր, որ փոքր ռազմականացված խմբավորում ստեղծի քաոսային իրավիճակ եւ այս փոքր ատամանիվը պետք է ավելի մեծ ատամանիվ աշխատացներ, որը Իրանի պարագայում չստացվեց։ Ուստի Միացյալ Նահանգները ստիպված ելավ անցնել իր փլան B-ն։ Փլան B-ն նա էր, որ հնարավորին չափ չթողնել իր գոյություն ունեցող միջուկները Պարսկաստանում վնասվեն։ Այդ իսկ պատճառով իրենք ակտիվացրեցին Starlink-ը, երբ Իրանը անջատեց ինտերնետ համակարգը։ Բայց այդ պարագայում էլ իրանցիները Ռուսաստանի եւ Չինաստանի կողմից ստացած տեխնիկաների հիման վրա կարողացան տեսնել, թե որտեղ է ակտիվացված ինտերնետը եւ որտեղից են տեղեկատվությունը Իրանից դեպի դուրս գնում։ Եվ արդեն իրենք հունվարի 7-8-9-ին հավաքեցին բոլորին։ Չեմ ասում ամբողջ այդ թիմը, բայց հիմնական մասը ձերբակալվեց։ Անշուշտ հետո պարզվեց, որ նաեւ Ադրբեջանի տարածքից են տեղեկատվություններ տարածվում աշխարհում եւ դա տեղի է ունեցել այն պարագայում, երբ որ Ադրբեջանի Հանրապետությունը Իրան էր ուղարկել մեծ քանակությամբ SIM քարտեր եւ մարդիկ իրենց այդ տեղեկատվությունը բերում էին Ադրբեջանի սահմանին մոտ 200 կիլոմետր մինչեւ որ սահմանը, այդտեղից միանում էին Ադրբեջանի հեռախոսային ցանցին, ռոմինգին եւ նյութերը դուրս էին անում դեպի դուրս։ Այս ծրագիրն էլ ձախողվեց Միացյալ Նահանգների։ Ուստի իրենց ինչ է մնում։ Մնում է հիմնականում երկու ճանապարհ։ Պատրվակ բռնելով ժողովրդավարությունը, պատրվակ վերցնելով միջուկային էներգիայի չեզոքացումը, պատրվակ բռնելով Իրանի հրթիռային համակարգերը եւ այլը, ճնշեն Իրանին, որպեսզի Իրանը նստի բանակցության սեղանին եւ Իրանը համաձայնվի, որ հրաժարվում է Չինաստանի հետ համագործակցությունից։ Պարզ է, որ Իրանը չի գնա դրան։ Ուստի ինչ է մնում անել Ամերիկային։ Ամերիկային կմնա անել հիմնականում 2 կամ 3 գործողություն։
Նախ եւ առաջ Միացյալ Նահանգները ցույց է տվել, որ իր ռազմական ուժը նախատեսված է արագ հարվածներ հասցնելու եւ նահանջելու համար։ Եվ կարճաժամկետ կամ երկարաժամկետ պատերազմ է տեղի ունենում, Միացյալ Նահանգները միշտ պարտվել է, միշտ։ Երկրորդ աշխարհամարտից այս կողմ Միացյալ Նահանգները միշտ հաղթում է հոլիվուդյան կինոներում։ Իսկ իրականության մեջ ինքը միշտ պարտվել է։ Սա է խնդիրը։ Ուստի Միացյալ Նահանգները երկարաժամկետ կամ թեկուզ կարճաժամկետ պատերազմի չի կարող գնալ Իրանի հետ։ Այն հոյակապ ճակերտավոր, հոյակապ նավատորմը, որը Միացյալ Նահանգները դրանով հպարտանում է եւ ուղարկել են արդեն Հնդկական օվկիանոս եւ գտնվում է արդեն այն հարձակման հեռավորության վրա Իրանից, որը իրենք կարող են ցանկացած պահի հարձակվեն, անկեղծ ասած նայելով ռազմական դիտանկյունից, ուղղակիորեն Միացյալ Նահանգները ձեռ են առնում եւ իրենց եւ աշխարհին։ Ես մի քանի հարց ունեմ, հենց մի պահ կանգնեք, ես ամիջապես հարցերը ավելի է շատանալու հիմա։ Միացյալ Նահանգները ամբողջ տարածաշրջանում իր այդ նավատորմով եւ իր սուզանավերով, որոնք գտնվում են եւ Հնդկական օվկիանոսում եւ Միջերգրական ծովում, ունի ընդամենը 350 թամհավք հրթիռներ։ Ընդամենը։ Ունի շուրջ 200 ռազմական օդանավեր, F-15, F-16, F-35 եւ մի քանի էլ F-22 օդանավեր։ Տարածաշրջան է բերել մի քանի լիցքավորող Boeing տիպի օդանավեր եւ մի քանի B1, B2 եւ B52 տիպի ծանր ռմբակոծիչներ, որոնք որ դեռևս գտնվում են Միացյալ Նահանգներում։ Եվ երեք առավոտյան էլ արդեն տարածաշրջան տեղափոխեց, այսպես ասած, իր միակ օդային Wi-Fi օդանավը։ Եվ շուրջ 40,000 զորք։ Ինչ է կարող անել Ամերիկան։ Իրականության մեջ ոչինչ։ Որը ձեր ասած 1 միլիոնը չէ, որը պետք է։ 1 միլիոն դա նաև կարճաժամկետ մեկ շաբաթյա պատերազմի համար է։ Իսկ եթե հարվածել, ինչպես դուք եք ասում, հարվածել եւ նահանջել։ Գիտեք, իրենք դիվերսիոն խմբեր Իրանում շատ ունեն։ Քանի որ Իրանը մոտ 9000 կիլոմետր սահման ունի եւ աշխարհի միակ պետությունն է, որը նույն ժամանակ ունի 15 երկրի հետ ծովային եւ ցամաքային սահման։ Ուստի Միացյալ Նահանգները իմ կարծիքով իրականացնում է բլեֆ։ Քանի որ հարվածել Իրանի քաղաքական, կրոնական, ռազմական ղեկավարությանը անկանխատեսելի հետևանքներ ունի բոլորի համար։ Բլեֆը նպատակ պետք է, ճիշտ է։ Միանշանակ։ Մինչև հիմա ինչ էր տեղի ունենում։ Մինչև հիմա առերևույթ Սաուդիա Արաբիան, Օմանը, Իսրայելը, բոլոր պետությունները, ովքեր որ Միացյալ Նահանգների արբանյակներն են միջին արևելքում, պահանջում են Միացյալ Նահանգներից, որ Միացյալ Նահանգները հարվածի Իրանին։ Եվ Միացյալ Նահանգները չէր հարվածում։ Հիմա Միացյալ Նահանգները ասում են, ես ուզում եմ հարձակվեմ, այդ բոլոր արբանյակ պետություններն ասում են մի հարձակվի։ Այսինքն այստեղ տեղի է ունենում բազմաշերտ խաղ։ Եվ այս խաղի մեջ Միացյալ Նահանգների հիմնական նպատակը նա է, որ առաջի հերթին նավթի գինը հնարավորին չափ բարձրացնել, որպեսզի Չինաստանի տնտեսությունը սկսի դանդաղել։ Երկրորդ հերթին, եթե հնարավոր է, Իրանին բերել բանակցության սեղանի շուրջ եւ իրեն պարտադրել հեռանալ Չինաստանից։ Երրորդ հերթին Միացյալ Նահանգները ամբողջ աշխարհում իր դոլարը արժեզրկում է շատ արագ,
որպեսզի ինքը իր տնտեսությանը զարգ տա։ Միացյալ Նահանգները արդեն 2019 թվականից այս կողմ կախվածություն էլ չունի միջազգային նավթին։ Ինքը Shell տիպի նավթի արտադրության զարգացման հետևանքով ինքը արդեն ինքնաբավ է եւ դարձել է արտահանող։ Իր կախվածությունը միջազգային նավթից միայն իր գինն է։ Եվ էլ ուրիշ ոչինչ։ Եվ եթե ինքը ուզենա իր ներքին արտադրության հաշվին, ինքը կարող է գները կայուն պահել իր երկրում։ Այնպես որ այսօրվա աշխարհում գոյություն ունեցող իրադարձությունները գծային չեն, այնպես ինչպես որ մեզ մոտ եւ քաղաքական մեկնաբանները, եւ քաղաքական վերլուծաբանները, եւ քաղաքագետները ու նաեւ քաղաքական գործիչներն են կարծում։ Այլ բավականին բազմաշերտ է եւ ինչպես որ արդեն շատ է խոսվում քվանտային տեսակի քաղաքական գործունեություններ է։ Եվ որպեսի այս իրավիճակը ճիշտ վերլուծվի, պետք է քվանտային քաղաքականության տեսանկյունից վերլուծվի այս ամենը։ Գալով ձեր երկրորդ հարցին, Վենսի այցելությունը տարածաշրջան։ Միացյալ Նահանգները ինքը շատ լավ գիտակցում է, որ ուզի թե չուզի, պետք է առևտրի գնա խոշորագույն պետությունների հետ, որոնք են Չինաստանը, հետո նոր Ռուսաստանը։ Միացյալ Նահանգները իր 2026 թվականի ռազմական ծրագիրը, որը հրապարակեց հունվարի 25-ին, 2-3 օր առաջ, այնտեղ ինքը նորից վերահաստատել էր, որ Միացյալ Նահանգները պետք է հետ վերադառնա Մոնրոյի քաղաքականությանը, որի հիման վրան ամերիկյան մայրցամաքը եւ հյուսիսային եւ հարավային եւ կենտրոնականը պետք է լինի ամբողջությամբ Միացյալ Նահանգների վերահսկողության տակ։ Եվ այդ տարածաշրջանից պետք է հեռանան եւ Ռուսաստանը, եւ Չինաստանը ու նաեւ Իրանը։ Այս ռազմավարական ծրագրի մեջ, որը Միացյալ Նահանգները հրապարակել էր, հիմնական թշնամին եւ հիմնական թիրախը դիտարկվել է Չինաստանը։ Իրենք Ռուսաստանին չեն դիտարկում որպես լուրջ մրցակից եւ իրավացի են, քանի որ Ռուսաստանը չունի ոչ ֆինանսական եւ ոչ էլ գիտական ներուժը, որ մրցակցի Միացյալ Նահանգների հետ։ Այդ իսկ պատճառով իրենք Ռուսաստանին թողնում են Եվրոպային, բայց նույն ժամանակ էլ Միացյալ Նահանգները թույլատրում է Եվրոպային, քանի որ Եվրոպան Եվրոյի շրջանառության միջոցով հարվածեց Միացյալ Նահանգների հեգեմոնիային, դեռևս 2002-3 թվականին։ Միացյալ Նահանգները այսօր իր հեգեմոնիան, իր գերիշխանությունը աշխարհի վրա պահպանում է միայն ու միայն դոլարով։ Իսկ այսօր այդ հեգեմոնիան պահպանելու համար Միացյալ Նահանգները դոլարը արժեզրկում է, ամբողջ աշխարհում ստեղծում է տնտեսական քաոս, իր ապրանքը ավելի արժանանում է դրսի համար, եւ դա օգնելու է իր ներքին արտադրողին, եւ դրսի պետությունները ստիպված, որպեսի կարողանան դիմանան այս մրցակցությանը, քան որ աշխարհի առևտրի դեռևս մոտ 60%-ը տեղի ունենում դոլարով։ Եվ աշխարհի խոշորագույն սպառող պետությունն էլ Միացյալ Նահանգներն է։ Այդ իսկ պատճառով աշխարհի մնացած պետությունները ստիպված են իրենց ազգային արժույթը արժեզրկեն, որպեսի կարողանան ապրանք արտահանեն դեպի Միացյալ Նահանգներ։ Եվ դա բերելու է ապրանքների էժանացումը Միացյալ Նահանգներում, բայց երկարաժամկետ։ Սա շատ վտանգավոր խաղ է, որը սկսել է Միացյալ Նահանգների Ֆեդերալ Ռեզերվը, եւ այս խաղի միջոցով ոսկու գինը շատ կտրուկ փուչիկի նման փչվում է եւ մեծանում է։ Արդյունքում եվրոպական պետությունները, ինչպես Գերմանիան, Ֆրանսիա եւ Ֆրանսիան չէ, կներեք, Գերմանիա եւ մնացած եվրոպական պետությունները, որոնց հիմնական ոսկու
պահուստը գտնվում է Ֆեդերալ ռեզերվում Միացյալ Նահանգներում, իրենք եւ քաղաքականապես, եւ տնտեսապես, եւ ամեն ինչով կախվածություն են ունենալու Միացյալ Նահանգներից։ Այսինքն Միացյալ Նահանգները այսօր շատ բազմաշերտ խաղ է խաղում, որի արդյունքում ամբողջ աշխարհը պետք է տիրի քաոս։ Եվ այս քաոսը շատ բնական է։ Իսկ եթե մենք դիտարկենք այն տեսակետը, որ Եվրոպան մինչև որ այսօր համարվում է Միացյալ Նահանգների մրցակիցը, ուստի այստեղ խնդիր է առաջանում։ Արդյոք որևիցե մեկը կօգնի իր մրցակցին հզորանանալու համար։ Պարզը որ ոչ։ Ուստի որոշակի ծրագրեր որպես բլեֆ Միացյալ Նահանգները նետում է աշխարհին։ Դուք միգուցե հիշեք, որ դեռևս 1980-ական թվականներին, երբ Ռոնալդ Ռեյգանը եկավ իշխանության գլուխ Միացյալ Նահանգներում, Միացյալ Նահանգները սկսեց խոսել աստղային պատերազմի մասին։ Եվ դրա նպատակը այն էր, որ Սովետական միությունը, Խորհրդային միությունը սկսի մի միֆի վրա գումարներ ծախսի եւ իր տնտեսական վիճակը ավելի ծանրացնի։ Եվ այդպես քանդվեց Սովետական միությունը։ Հիմա Միացյալ Նահանգները Թրամփի լեզվով հայտարարում են ոսկյա գմբեթ պաշտպանական համակարգը, որ անցյալ տարի հունվարի 25-ին ստորագրեց, մի տարին լրացավ, ոչ մի առաջխաղացում չկա, քանի որ դա միֆ է։ Այդ միֆերից մյուսը, որը ստեղծվել է մեզ համար, մեր եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի համար, դա Թրամփի ուղին է։ Սա էլ է միֆ։ Միֆ է, որպեսի Միացյալ Նահանգները հետագայում կարողանա Կենտրոնական Ասիան եւ Անդրկովկասը ավելի թանկ վաճառի կամ Ռուսաստանին, կամ Չինաստանին։ Սա է խնդիրը։ Վենսը գալիս է տարածաշրջան, միայն ասելու, որ դուք ապրանք եք։ Մնացած բոլոր խոսակցությունները, եթե նայում ենք լուրջ քաղաքագիտական տեսանկյունից, ուղղակիորեն խոսքեր են։ Եվ էլ ուրիշ ոչինչ։ Ոչինչ։ Եթե Միացյալ Նահանգները ուզում է իր հեգեմոնիան պահպանել աշխարհում եւ մասնավորապես Միջին Արևելքում պետք է տեղի ունենա պատերազմներ։ Ուստի ոչ մի ծրագիր չկա Միացյալ Նահանգներում, որի խորքում ընկած լինի խաղաղություն։ Չի կարող լինի։ Միացյալ Նահանգները ինքը իր դեմ չի աշխատի։ Պարոն Պետրոսյան, այժմ գովազդ եմ հայտարարում եթերում եւ պատրաստ եղեք հարցերին պատասխանել։ Ես շնորհակալ եմ։ Շատ իհարկե երկու հարցերից էլ պատասխանեցիք, պարզապես հարցեր Պարզապես շատ հարցեր առաջացրեցիք, ավելի շատ հարցեր, քան սկզբանե կար։ Սիրելի բարեկամներ, գովազդը եթերում, մնացեք մեզ հետ։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Վաճառվում է գերմանական հնաոճ դաշնամուր 1892 թվականի արտադրության ֆոն Մուլբախ։ Գտնվում է գերազանց վիճակում։ Կինը 15000 ԱՄՆ դոլար։ Հեռախոսահամար 094 115 310։ Երևան փոստը Գրանադայի ուզում տեղեկացնում է։ Դրամական փոխանցումներ 1%-ով։ Օդանավով 1 պաունդը 2.99, նավով
Ուղարկեք մեկ արկղ, երկրորդ արկղը անվճար։ Ավտոմեքենաների փոխադրում անհավատալի արժեքներով։ Ինչպես նաև կահույք եւ մեծ չափի բեռների փոխադրում։ Jackpot հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաև կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Jackpot-ի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Jackpot հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորաոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Տպագրեք ձեր գիրքը Նոյան տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։ Սիրելի բարեկամներ, հիշեցնեմ, որ մենք զրուցում ենք Հայաստանի ժողովրդական շարժման համակարգող թուրքագետ պարոն Վազգեն Պետրոսյանի հետ։ Պարոն Պետրոսյան, երևի վերջից սկսեմ, վերջին ձեր ձևակերպումը J.D. Vance-ի հետ կապված, դուք ասիք նա գալիս է, որ ասի, որ դուք ապրանք եք։ Շատ պրիմիտիվ հարց եմ տալիս, պարզ։ Դրա համար անհրաժեշտ է այց կատարել, նա կարող է հեռախոսով էլ ասել դա, այնտեղ էլ հանդիպելուց ասել դա։ Գիտեք, արևմտյան մոտեցումը հետևյալն է։ Ինքը պետք է ունենա գեղեցիկ փաթեթավորում։ J.D. Vance-ի այցը տարածաշրջան, Թրամփի հանդիպումը, այդ ճանապարհը Թրամփի ուղի կոչելը, սրանք բոլորը գեղեցիկ փաթեթավորման մի մասնիկն են, եւ ոչ ավել։ Եվ ոչ ավել։ Իրենք ուղղակիորեն ուզում են լավ փաթեթավորեն, որպեսզի հնարավորին չափ թանկ վաճառեն։ Լավ, շարունակում ենք J.D. Vance-ի այցի իմ հարցիս ուղղվածությունը։ Կան մարդիկ, որոնք կարծում են, որ այդ այցի ընթացքում Իրանի վրա սպասվող այդ հարվածը, որի մասին խոսում են, բայց Թրամփը մինչև վերջի իր վարքյանն էլ ասում է, ես եմ որոշում, դուք որտեղից գիտեք, խփելու եմ, թե չէ։ Իրանի թեման է քննարկվելու եւ Հայաստանը եւ Ադրբեջանը ինչպես չկարողացան ասել ոչ խաղաղության այդ ինչ էր խորհուրդ էր կոչվում, խորհրդին անդամակցելուց, այնպես էլ չեն կարողանա ասել ոչ եւ որևէ այլ հարցերում։ Գիտեք, խնդիրը նրանում է, որ ոչ թե ասենք Հայաստան կամ Ադրբեջան, այլ ամբողջ Անդրկովկասը ինչ է նշանակում Իրանի համար։ Երեք Ադրբեջանի պետական հեռուստատեսությամբ ադրբեջանցի պահի տակ մոռացանն է քաղաքական վերլուծաբան էր, որը նաև ժամանակին պաշտոններ է զբաղեցրել եւ խորհրդարանում եւ կառավարությունում, հայտարարեց, որ Ադրբեջանը իր այսօրվա սպառազինությամբ այնքան հզորություն ունի, որ կարող է հասնել մինչև Թեհրան։ Գիտեք, նմանատիպ հայտարարությունները ուղղակիորեն շփիտ են առաջացնում։ Իրանի ընդամենը մի դիվիզիա կարող է ամբողջ Ադրբեջանը այս ծայրից այն ծայրը վարել։ Ադրբեջանը չունի ոչ մի բան։ Ադրբեջանի տարածքում այսօրվա դրությամբ աշխատում են 6 հետախուզական կենտրոններ Իսրայելի եւ Միացյալ Նահանգների համար,
ու նաև մի քանի չակերտավոր խելացի քաղաքներ, որոնք տեղակայվել են 2020 թվականի Արցախյան պատերազմից հետո գրավյալ Արցախում իսրայելական տեխնոլոգիական նախարարության կողմից։ Ինչ ունի էլ Ադրբեջանը։ Ոչինչ։ Լավ, հաջորդ հարցը, քանի որ հարցերը շատ են, ժամանակը քիչ է։ Դուք ասում եք քայքայելը Միացյալ Նահանգների նպատակն է, Իրանը քայքայելը։ Այդ քայքայել բառի մեջ ես կուզենայի իմանալ ինչ ձևով, քանի որ երկու տարբերակ է միշտ քննարկվել, համենայն դեպս ես այդպես գիտեմ, եթե ավել գիտեք, ավելացրեք։ Մեկը ուրեմն համակարգի փոփոխություն է, որը կոչվում է ռեժիմի փոփոխություն, իշխանափոխություն եւ այլն, դա մեկն է, երկրորդը տրոհում, որպեսի Իրանը, որպես այդպիսի պետություն, ինչպիսին այսօր է, չլինի, մաս գնա, որ տարբերակն է քայքայում ասելով Եվ մեկը, եւ մյուսը, եւ երրորդը։ Ասեք։ Այսինքն Միացյալ Նահանգները վերջի 47 կամ 8 տարվա ընթացքում ինքը միշտ փորձել է տարբեր ձևերով իրականացնել իշխանափոխություն եւ դրա համար իրենք ժամանակին կարողացել են ներթափանցել եւ ռազմական եւ կրոնական եւ տարբեր հաստատություններում եւ առաջ գնալ։ Նույն ժամանակ էլ Իրանը որպես պետություն, Իրան հասկացողությունը ինքը խորքային պետություն է։ Ինքը մի պետություն է, որ 2500 տարի ունեցել է անընդհատ պետականություն։ Այնտեղ հարձակվել են արաբները, հարձակվել են մոնղոլները, հարձակվել է բոլորն անցել են այդտեղից։ Բայց ով որ մտել է Իրան, իրանցիները իրենց տերները բացել են, հետո իրենց ձուլել են իրենց մեջ։ Քան որ իրանյան մշակույթը ինքը բավականին հզոր է։ Եվ Իրանը ունի իր խորքային պետությունը։ Եվ դա արդեն շատ լավ հասկանում են Միացյալ Նահանգները։ Այդ իսկ պատճառով իրենք մեկ մեխանիզմի վրա չեն կանգնում։ Իրենք ներթափանցում են իրենց ինկերոշարասյունով ամենտեղ։ Նույն ժամանակ իրենք փորձում են Իրանում զարգացնել եւ հրահրել ազգային փոքրամասնությունների ըմբոստությունը եւ կռիվը ընդդեմ իշխանության, ինչպես որ այս տարվա հունվարի 8-ին եւ 9-ին տեղի ունեցավ շուրջ 7000 վարձկաներ իրենք դրսից բերեցին Իրան։ Այսինքն նորից որպեսզի ավելի հակիրճ լինի, պարզ է պատասխանը, մենք քննարկեցինք դիվերսիա ձևակերպումը, ներքի պառակտում, ներքից պայթեցնել եւ դուք էլ ուրիշ բան էլ ասեցիք։ Գուցե Միացյալ Նահանգները ոչ այսպես մեր իմացած ձևերով պատերազմ են վարելու, անգամ եթե հարված լինի Իրանի վրա, այլ ինչ որ նոր տիպի, դուք քվանտային ասացիք, գուցե ինչ որ նոր տիպի հարձակում է, որը չլինի ոչ ցամաքային, ոչ վերևից, այլ ինչ որ ուրիշ։ Տեսեք, կոմբինացված լինի կամ աշխարհում արդեն մոտ 50 տարի է կա նոր տերմինոլոգիա։ Դա կոչվում է կոգնիտիվ պատերազմ կամ ճանաչողական պատերազմ։ Ճանաչողական պատերազմը ինքը հանդիսանում է հիբրիդային պատերազմի մեկ բաղադրիչ եւ հիմնական մասը։ Հիբրիդային պատերազմը նշանակում է կիբեր հարձակում, ահաբեկչական գործողություններ, տնտեսական շրջափակումներ, ռազմական շրջափակումներ, քաղաքական միջամտություն եւ ճանաչողական պատերազմ։ Ճանաչողական պատերազմի միջոցով կարողանում են թշնամու եւ բարեկամի կերպարը փոխել։ Սա այն պատերազմն է, որը վարվել է հայ ժողովրդի դեմ դեռևս 1990 թվականից։ Եվ այդտեղ շատ մեծ ներդրում են ունեցել արևմտյան պետությունները, մասնավորապես Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, հետագայում Եվրամիությունը, Բրուսելը, Ամերիկան։ Ձեզ կմեղադրենք ասեն դուք ապացույցներ ունեք, թե պարզապես այսպես թվարկում եք, որովհետև ձեր վերաբերմունքն է այդտեղ երևում։ Իսրայելը եւ Թուրքիան։ Ցանկացած ժողովուրդ կարող է չճանաչել իր բարեկամին, բայց ցանկացած ժողովուրդ պետք է ճանաչի իր թշնամուն։ Վերջի 300 տարվա ընթացքում նվազագույնը 300 տարի ընթացքում հայ ժողովրդի մեծագույն թշնամին եղել եւ մնացել է Թուրքիան։ Թուրքերն են եղել, որը հայ երեխաներին գողացել են եւ իրենցից յենիչերիներ են պատրաստել։
Թուրքերն են եղել, որը կոտորել են ամբողջ 19-րդ դարում հայ ժողովրդին։ Թուրքերն են եղել, որը կոտորել են իրականացրել 1908-ից մինչև 1923 թվականը հայոց ցեղասպանությունը։ Թուրքերն են եղել, որը գրավել են Արևմտյան Հայաստանը եւ հայաթափել են եւ այնտեղ ամբողջ հայկական մշակութային ժառանգությունը ոչնչացրել են։ Թուրքերն են եղել, որը կազմակերպել են Բաքվի ջարդերը։ Թուրքերն են եղել, որոնք կազմակերպել են Նախիջևանի հայաթափումը։ Թուրքերն են եղել, որոնք կոտորել են 1990 թվականին հայերին Բաքվում եւ Սումգայիթում։ Թուրքերն են եղել, որը հայաթափեցին Արցախը։ Իսկ այսօր շնորհիվ այդ արևմտյան պետությունների թուրքերը դառնում են բարեկամ, որի մեջ շատ մեծ դերակատար ունի այսօրվա իշխանությունները, որը ամբողջությամբ կատարում է արևմտյան ծրագրեր։ Այսինքն ճանաչողական պատերազմը սա է, երբ թշնամին դառնում է բարեկամ, եւ ազգը, ժողովուրդը չի կարողանում տարբերակել թշնամուն բարեկամից, եւ բարեկամի ու թշնամու դերակատարումը փոխվում է։ Նույն ճանաչողական պատերազմը կիրառվում է նաև Իրանում։ Միայն ի տարբերություն Իրանի, մեզ մոտ չկան մասնագետներ, որոնք խոսեն այդ պատերազմի մասին եւ այդ պատերազմների հետևանքների մասին։ Սա է խնդիրը։ Մեր մոտ պետական համալսարանը մի քանի քոր կոպեկի համար ամեն ինչը վաճառում է դրսին եւ կատարում է արևմտյան բոլոր ծրագրերը։ Մի քանի քոր կոպեկի համար փոխում են հայ ժողովրդի պատմությունը։ Մի քանի քոր կոպեկի համար լրատվամիջոցները հարձակվում են ամենայն հայոց կաթողիկոսի եւ հայոց եկեղեցու վրա։ Մի քանի քոր կոպեկի համար ժամանակին հարձակվում էին արցախցիների վրա։ Եվ սա ներքին քայքայում է։ Նույն մեթոդաբանությունը կիրառվում է նաեւ Իրանում։ Պարզապես այնտեղ կա հզոր կենտրոնական իշխանություն, որը չի թողնում դա տեղ հասնի, կամ մասամբ է տեղ հասնում։ Իսկ մեզ մոտ սկսած Լևոն, Ռոբերտ, Սերժ, Նիկոլ բոլորը եղել են այդ ճանաչողական պատերազմի հիմնական դերակատարները հայ ժողովրդի եւ Հայաստանի դեմ։ Սա է խնդիրը։ Քանի որ շատ քիչ ժամանակ է մնում, 3 րոպե է մնում, շատ հարցեր չեմ կարողանում տալ, գուցե մենք հետագայում մեկ անգամ եւս հանդիպենք, քանի որ շատ տարողունակ է թեման, միայն այս վերջին թեմային անդրադառնանք։ Այլ ընտրանքը ո՞րն եք տեսնում Հայաստանի համար։ Հայաստանի համար այլ ընտրանքը Այո, Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման ցանկացած ազգ ինքն է որոշում իր ճակատագիրը։ Իսկ իր ճակատագիրը որոշելու համար ինքը պետք է ունենա գրագիտություն, ոչ թե գրաճանաչություն, այլ պետք է լինի գրագետ։ Եթե հայ ժողովրդի Հայաստանի դպրոցներում, համալսարաններում եւ բոլոր գիտական բուհերում սկսեն գրագիտությունը զարգացնել, ուրիշ ոչ մի բան, մեր ժողովուրդը այնքան իմաստուն է, որ կարող է շատ հանգիստ տարբերակել ամեն ինչը։ Եվ քանի որ ինքը միշտ եղել է նախաձեռնող, ինքը կարող է շատ հանգիստ այս ամբողջ փոթորկոտ աշխարհում նավավարել եւ դուրս գալ այս վիճակից նվազագույն կորուստներով։ Դա վաղվա եւ մյուսօրվա օժն է, այսօրվա մասին էի հարցնում նաեւ։ Կներեք, երեխան ծնվում է 9 ամսվա ընթացքում։ Դուք ոչ մի բան այսօր չեք կարողանի եւ 35 տարի ոչինչ չեք արել։ Եվ 35 տարի շարունակաբար քանդել եք։ Դրա համար էլ Նիկոլը որոշել է, որ մեր ապագա սերունդն էլ ոչնչացնի, որպեսզի արևմտյան ծրագրերը մեր տարածաշրջանում իրականություն դառնան։ Ուրիշ ոչ մի բան չկա։ Ձեր ասած ձևակերպումը հետեւյալն է, քան շատ քիչ է ժամանակը ցավոք սրտի։ Դուք ասում եք այո, չեք ասում, բայց ես եմ հարցնում, տրամաբանորեն այդպես է գուցե ստացվում։ Այո, մենք այսօր դա արգելակելու, այդ ընթացքը արգելակելու դեպի Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ համագործակցություն, արգելակելու հնարավորություն չունենք։ Մենք այդ ճանապարհով այսօր գնում ենք, մեզ հրում են, մեզ դրթում են, թե մենք ենք գնում, բայց զուգահեռաբար մենք փորձում ենք դպրոցից, մանկապարտեզից սկսած նոր սերունդ կերտել, նոր գրագիտություն սերմանել։ Հա տենց է ստացվում։ Դիցուք
շատ կարճ ասեմ։ Եթե չլինի այսօրվա իշխանությունները իշխանության գլխին։ Մեկ վարքյան ես բոլոր դեպքերում հրաժեշտ տամ մեր ABC TV ունկնդիրներին, սիրելի հեռուստադիտողներ, ցավում եմ, բայց մեկ վարքյան մեզ չի հերիքելու, ես ես հրաժեշտ եմ տալիս, մնացեք բարով, իսկ հնարավորություն ունի շարունակել դիտել մեր հարցազրույցի շարունակությունը, համեցեք, շարունակեք դիտել մեր Patreon-ում եւ մեր YouTube-յան էջերում։ Պարոն Պետրոսյան, կներեք։ Խնդրեմ։ Առաջին խնդիրը որ կա նաև որ պետք է ձեռբազատվել այսօրվա իշխանություններից ցանկացած ձևով։ Երկրորդ հերթին պետք է արտաքին քաղաքականության մեջ հստակեցնել մի շարք կանոններ։ Նախ եւ առաջ պետք է արևմուտքին ասել, որ աշխարհը փոխվում է, դեռ ձեր տեղն ու դերն էլ հայտնի չի այդ աշխարհում, եւ մենք պատրաստ չենք ցանկացած գլորվող քարի հետ գլորվել ներքև։ Այսօր Ռուսաստանն էլ է գլորվում ներքև։ Այսօր ամբողջ աշխարհը գահավիժում է, բայց արդյոք դա նշանակում է, որ մենք էլ պետք է գահավիժենք մինչև վերջ, թե մենք ունենք ինչ-որ հնարավորություններ եւ չգահավիժենք նույն արագությամբ այն ինչը որ վեր ենք Այո, գնալ։ հնարավորությունը այսօրվա մասին։ Սփյուռքը։ Սփյուռքը։ Մեր ազգային ինքնագիտակցությունը 21-րդ դարը քաղաքակրթությունների բախման դար է։ Այն մարդիկ, այն ժողովուրդներն են կարող գոյատևել այդ ամեն ինչին, ովքեր որ կարճած են իրենց հզոր քաղաքակրթությունից։ Սա բնական երևույթ է։ Մենք չի պիտի մեր փրկությունը փնտրենք Հայաստանից դուրս։ Մեր փրկությունը Հայաստանում է։ Իսկ մեր պարանները, որը օգնելու են, որ մենք չխորտակենք, դա Սփյուռքն է։ Դրա համար Նիկոլը Հայաստան-Սփյուռք հարաբերությունները ամբողջությամբ խորտակեց։ Եվ այդ խորտակումը սկսեց Լևոն Տեր-Պետրոսյանը։ Ռոբերտը շարունակեց, Սերժը շարունակեց, Նիկոլը Սարգսյանը նախարարություն էր ստեղծել։ Ձևական նախարարություններ ստեղծել, որպեսի ընդամենը նշան դնեն եւ ասեն, որ մենք կանք, դա ավելի շատ վնաս է հասցնում, քան թե օգուտ։ Դժբախտաբար Սփյուռքի նախարարությունը երբեք չունեցավ որևիցե ծրագիր սփյուռքահայության համար։ Եվ դրա վառ օրինակը այն էր, երբ Իրաքից եւ Սիրիայից տասնյակ հազարավոր հայեր եկան Հայաստան եւ մեծ մասը գնացին։ Ինչ էր անում այդ նախարարությունը։ Ոչինչ։ Ոստի թող այդ թոզը բոլորը փչեն իրենց աչքերին եւ չփորձեն խաբել ժողովրդին։ Հետ են գալիս լուծումներին։ Լուծումը հետեւյալն է. պետք է սկսել պահել գոնե այս վիճակը, քանի որ մեր ժողովրդի մեջ չի մեռել գիտակցությունը եւ չենք դարձել աֆրիկյան 100-րդ պետություն, պետք է պահել այս վիճակը եւ տակից նոր սերունդ աճացնել եւ բերել վերել, ովքեր որ կարող են հարցերին մոտենալ բազմակողմանի։ Իսկ այդտեղ շատ մեծ դերակատարում ունի Սփյուռքը։ Որի վրա կարծում եք հենվելով եւ Սփյուռքը Հայաստանի վրա Ոչ թե հենվելով, այլ սին էներգիայով առաջ շարժվել։ Մեկը մյուսին օգնելով եւ համագործակցելով։ Եթե կառույցներ չկան, որոնք ապահովում են այդ համագործակցությունը։ Գիտեք, հայությունը ինքը նաեւ խորքային ժողովուրդ է։ Եթե խորքային չլիներ, այսքան հազար տարի չէր կարողանալ դիմանալ աշխարհի բոլոր փոթորիկներին։ Տեսեք, ասում եք Իրանը խորքային պետություն է, որպես պետականություն, Հայաստանը խորքային ժողովուրդ է։ Այո։ Ժողովրդի ուժով ենք մենք պահպանել մեր։ Այո, ժողովրդի ուժով, եկեղեցու ուժով մենք պահպանել ենք մեր գոյությունը այս փոթորկոտ աշխարհում։ Եվ քանի որ մենք խորքային ժողովուրդ ենք, մեզ շատ քիչ բան է պետք, որպեսի արագ վերականգնել եւ գալ ավելի բարձր դիրքեր։ Դա բոլորը շատ լավ գիտակցում են, բոլորը։ Եվ դրա համար է, որ փորձում են հային ստորացնեն հայի միջոցով։
Նիկոլին դրել են այն վերևը, ԿՊ-ին դրել են այդտեղ եւ փորձում են իրենց միջոցով ստորացնել հային։ Այն էլ իր բնավորությամբ, ճիշտ ինքը քրիստոնյա է, բայց կարծես ավելի շատ կոնֆեսիոսի գաղափարախոսության եւ ուսմունքին է տրված եւ այդպես է ինքը շարժվում։ Ինքը համբերում է, ինքը դիմանում է։ Մինչև որ ինչ-որ միտեղ, բայց այդ ինչ-որ միտեղը դժվար է ասել, թե որտեղ է լինելու։ Երման կետ, հա, գույցունի։ Երման աստիճան, հա։ Երման աստիճանը ինքը տատանվում է, երբ որ ճնշումը տարբեր է լինում։ Եթե ճնշումը թեթևանում է, երման աստիճանը ավելի իջնում է։ Եթե ճնշումը բարձրանում է, երման աստիճանը ավելի է բարձրանում։ Բայց Աստված ոչ անի որ եռա։ Համաձայն եմ, շնորհակալ եմ, բայց եռալուց հետո է դուք ասում եք կանգնում եւ ամբողջ ուժով։ Այո։ Ուստի գուցե այդ երմանկետին են սպասում, որը վատ է, բայց մյուս կողմից այդ վերջին ձեր հույսը դրա հետ է կապում։ Իմ հույսը չէ, ամբողջ հայ ժողովրդի հույսը դա է։ Ցանկացած գիտակից հայ, ինքը կարողանում է ճիշտ վերլուծել իրավիճակը։ Կներեք։ Դե ընտրությունների օրը կտեսնենք։ Ընտրությունները այդքան դերակատար վիճակը տեսեք, ընտրությունները ցուցանիշ չեն։ Բացարձակ ցուցանիշ են։ Ընտրությունները միշտ կարող են կեղծվել եւ ոչ մեկը չկա դրա դեմն առնելու։ Մանավանդ հիմա, որ այսօրվա իշխանությունը 100%-ով արևմտյան է, եւ իրենք եթե 1 միլիոն ձայն էլ իօգուտ Նիկոլի լցնեն արկղերում, արևմուտքը կասի, որ ամեն ինչը շատ արդար էր։ Քանի որ Հայաստանին պետք է դեր տնեն զոհասեղանին, այնպես ինչպես որ 19-րդ տարում Բերլինի կոնգրեսի ժամանակ դրեցին, այնպես ինչպես որ Սևրի պայմանագրի ժամանակ դրեցին, այնպես ինչպես որ բոլոր պայմանագրերի ժամանակ դրել են զոհասեղանին եւ մորթել են։ Եվ երբեք արևմուտքը դրա համար պատասխանատվություն չի կրել։ Բարի, մենք ունենք մեկ հեռախոսազանգ, վաղուց է սպասում հեռուստադիտողը, ընդունենք։ Այո, լսում ենք ձեզ, բարև ձեզ։ Ալո։ Բարև ձեզ։ Բարև պարոն Պետրոսյան։ Ողջունում ձեզ հեռավոր քանդելից։ Պարոն Պետրոսյան, ես միշտ զգոն եմ ցանկացած տեսակի ռուսական նարատիվների, որոնք այսօր ողողել են Հայաստանը, այդ թվում այն գաղափարը, որ արևմուտքի քաղաքականությունը ուղղված է Հայաստանի դեմ, սա փորձենք բարձել արդյոք դա ճիշտ է, թե ոչ։ Դուք նշում եք, որ արևմուտքի այդ հիբրիդային ծրագրերը ուղղված են Հայաստանի դեմ։ Ես իփաստ ասեմ, որ ես բազմիցս նշել եմ նույն տապանի եթերում 3 կամ 4 տարի առաջ դուք գործում եք Ջերմուկը եւ արևմուտքը փրկեցին ես կզույց եվրոդիտորդներով եւ հետագայում Բլինքենի զանգերով եւ 3 տարի շարունակ չի եղել եթե մեկ ներխուժում Ադրբեջանը արդեն վերցնում է Սյունիքը այդ բանից հետո այլևս որևէ ներխուժում չի եղել ասած եք խնդրեմ եթե արևմուտքի նպատակն է վնասել Հայաստանին ինչու նրանք պարզապես թույլ տվեցին որ Ադրբեջանը վերցնի Սյունիքը ինչու նրանք փրկեցին Սյունիքը Շնորհակալություն Նախ եւ առաջ արևմուտքի հիբրիդային պատերազմի բուն թիրախը նա է որ Միացյալ Նահանգները պետք է հաղթի այսօրվա աշխարհում փոփոխվող աշխարհում եւ պետք է զբաղեցնի գերակա դիրք Եվ եթե մենք դիտարկում ենք խնդիրը այդ տեսանկյունից, այդ ժամանակ մենք կարող ենք շատ պարզ բացատրել այն ինչը որ տեղի ունեցավ։ Արևմուտքը օժանդակեց Ադրբեջանին եւ Նիկոլին, որպեսզի հայաթափի Արցախը։ Դա փաստ է։ Վերջիվերջո 2020 թվականի օգոստոսի 1-ին ՀԱՊԿ-ը առաջարկել էր Հայաստանի Հանրապետությանը, որպեսզի համատեղ զորավարժություններ անցկացնեն սեպտեմբերի 15-ից մինչև հոկտեմբերի 15-ը։ Եվ օգոստոսի 1-ին Նիկոլը հրաժարվեց այդ զորավարժություններից, պատճառաբանելով, որ կովիդ է Հայաստանում եւ չի կարող նմանատիպ բան թույլ տալ։
Սա փաստ է։ Հրապարակվել է այդ փաստաթղթերն էլ։ 2020 թվականի մասին։ 2020 թվականի օգոստոսի 1-ի մասին է խոսքը։ Ինչ որ կապված է ջերմուկին, դուք կարծում եք 2007 թվականին, երբ ստորագրվում էր Բաքու-Ջեյհան նավթամուղը, եւ այդտեղ ներկա էր Էրդողանը, Ալիևը, BP ընկերության տնօրինությունը եւ Միացյալ Նահանգների նավթային ընկերությունները, այդտեղ մեկ հատ քարտեզ էին իրենք հրապարակել, որտեղ որ Հայաստանից առանձնացված էր Արցախը եւ այն միջանցքը, որի մասին այսօր խոսում են եւ կոչվում է Թրամփի ուղի։ Ամբողջությամբ դա անջատված է Հայաստանից եւ Նախիջևանը այդ ուղով, այդ միջանցքով կպած է Ադրբեջանին։ Ադրբեջանը հարձակվեց ջերմուկի վրա, ջերմուկի ջրային ռեսուրսների համար, Սև լիճի համար։ Եվ այնտեղ ինքը իր խնդիրը լուծեց։ Մնացած տեղերում էլ լուծեց։ Հերոստատիտողի հարցներ Միացյալ Նահանգները կանգնեցրեցին։ Իրենք չեն կայնացրել ոչ մի բան։ Իրենք պատերազմը հրահրեցին, պատերազմում հաղթեց Ադրբեջանը, իրենք օգնեցին Ադրբեջանին, որպեսի հաղթի պատերազմում, Նիկոլին Հայաստանում իշխանության գլխին բերելով։ Այսինքն դուք ասում եք Ռուսաստանը ուզում էր զորավարժություն անել, ուզում էր օգնել Հայաստանին 2020 թվականին։ Տեսեք, 2020 հրաժարվեց, իսկ Արևմուտքը 2020 թվականի փետրվարի 18-ին, փետրվարի 18, 2020 թվական Հայաստանի հետախուզությունը արդեն ասել էր, որ տեղի ունենալու պատերազմ։ Քանի որ այդ օրերին Սիրիայից վարձկանները տեղափոխվել էին Ադրբեջան, շուրջ 3 տասնյակ, եւ այնտեղ իրենք եկել էին սահմանամերձ գոտի, Արցախի եւ Ադրբեջանի սահմանամերձը, եւ դիտարկումներ էին անցկացրել, հետ էին վերադարձել եւ մի քանի օր հետո սկսել էին իրենք մարդկանց հավաքագրել Սիրիայում, որտեղ որ Միացյալ Նահանգների կողմից քրդական ուժերը ունեին գերակա դիրք։ Եվ այն վայրերում, որտեղ որ Թուրքիայի կառավարությունը արդեն վերցել էր իր վերահսկողության տակ։ Սկսեցին զորքեր հավաքագրել Արցախ տեղափոխելու եւ Արցախյան պատերազմի համար։ Սա փաստ է։ Այդ փաստի մասին նաեւ խոսել է հանրային հեռուստատեսությունը 2020 թվականին։ Այդ փաստի մասին նաեւ խոսվել է Ազատության ռադիոկայանով 2020 թվականի ապրիլի 25-ի իր եթերում։ Ռուբեն Սաֆրաստյանը, թուրքագետը, այդ մասին խոսել է։ Այսինքն բոլորը գիտեին, որ տեղի է ունենալու պատերազմ։ Բոլորը գիտեին։ Դավիթ Տոնոյանից սկսած գիտեին։ Եվ ոչ մեկը կներեք, եւ ոչ մեկը ոչ մի բան չարեց։ Իսկ Նիկոլը հոկտեմբերի 3-ին հրամանագիր ստորագրեց, որպեսի Արցախի զորքերը չհամալրվեն հայկական բանակով։ Սա բոլորը գիտեին։ Թարմացման կարիք կա, թարմացնեն։ Եվ դրա հետ մեկտեղ ինչ արեց Միացյալ Նահանգները։ Միացյալ Նահանգները ոչինչ չարեց։ Միացյալ Նահանգները դեկլարատիվ ցուցադրական հայտարարություններով ընդհանրապես հանդես եկավ։ Եվ այն պատերազմը, որը իրենք էին պարտադրել մեզ, իրենք օրինականացրեցին, օգնելով, որպեսի Հայաստանի ընդդիմությունը խաղա այն խաղը, որը Նիկոլին կպահեր իշխանության գլխին։ Ռուսաստանն ինչ արեց այդ ընթացքում։ Ռուսաստանը ոչ մի բան չի անում։ Ոչ Ռուսաստանը եւ ոչ Իրանը իրենք ոչինչ չեն անում։ Դա ես ձեր եթերում առիթ ունեցել եմ ասելու։ Ռուսաստանը ինչ ունի Հայաստանում։ Դա ասել եմ ձեզ մոտ 2020 թվականին։ Ռուսաստանը Հայաստանում չունի ոչ մի հասարակական կազմակերպություն,
Ռուսական տունը կամ չգիտեմ Մոսկվայի տունը, որ Երևանում են, հայտնի չի ինչով են զբաղված։ Բայց կազմակերպություններ չեն ռուսական։ Կներեք, դա Ռուսաստանի կառավարության խնդիրն է։ Իմ խնդիրը որպես հայ հետևյալն է, որ ես կարողանամ տարանջատել իմ բարեկամը եւ թշնամին։ Ռուսաստանը ոչինչ չարեց։ Պատերազմի մասին ենք խոսում։ Ռուսաստանը ոչինչ չարեց։ Իրանը այն ժամանակ թույլ տվեց, որ մի գունդ ադրբեջանական զորք շրջանցի, մտնի Արաքսի գետը եւ շրջանցի ու շրջապատի Հադրութը եւ Հադրութ քաղաքը ընկավ։ Արևմուտքը քար լռություն պահպանեց, քանի որ իր սրտով էր այդ ամեն ինչը, եւ իրենք շատ լավ գիտեին ու գիտակցում էին, որ Ռուսաստանը պատրաստվում է հարձակվել Ուկրաինայի վրա։ Եվ իրենց պետք էր, որ ստեղծեին երկրորդ, երրորդ ճակատ, կամ եթե այնտեղ Ռուսաստանը առաջ խաղացում է ունենալու, գոնե այստեղ լինի թույլ։ Եվ իրենք մտցրեցին այստեղ ՆԱՏՕ-ին, Թուրքիայի տեսքով։ Նորից վերադառնանք հերոսադիտողի հարցին, Ջերմուկ Սյունիք, ինչի Միացյալ Նահանգները այնուամենայնիվ կանգնացրեցին Ադրբեջանի առաջխաղացումը։ Իրենք ոչ մեկը չեն կայնացրել։ Ջերմուկում կայնացրեցին առաջխաղացումը հայ զինվորի եւ հայ սպայի միջոցով։ Տեսեք այդ օրվա վիդեոները, որոնք որ կան համացանցում դեռ, հայերը շամպես սատկացրել էին ադրբեջանցիներին։ Իսկ Հայաստանի իշխանությունները ինչ արեցին, այն սպային, ով որ գերեվարել էր ադրբեջանական զորքեր, իրեն պարտադրեցին, որ տանի եւ ինքը իր ձեռքով հանձնի այդ զորքերը ադրբեջանցիներին։ Եվ անպայման կհիշեք, որ այդ օրերին Ադրբեջանից մի թռիչք տեղի ունեցավ դեպի Երևան։ Եվ այդ մի սպայի դիակ իրենք հետ վերադարձրեցին։ Այնպես որ արեք մենք չվերագրենք Արևմուտքին այն ինչը, որը որ իրենց սարքածն էր։ Արևմուտքը եթե ունենար հնարավորություն, իսկապես կպոկեր Սյունիքը եւ կտար։ Այդ հնարավորությունը չի բացառվում, որ տեղի ունենա վաղը, երբ Իրանը քայքայվի։ Եթե Իրանը քայքայվի, Սյունիքը շատ հանգիստ արևմուտքը կվերցնի եւ կտա Ադրբեջանին։ Շատ հանգիստ։ Հետո այդ ժամանակ ինչ եք ասելու Միացյալ Նահանգներում նստած հայեր։ Պարոն Պետրոսյան, իսկապես հարցերը շատ են, ես հիմա չեմ հասցնի բոլոր ձեր ասածները պարզաբանել, պարզապես որոշ փաստեր դուք ասացիք փաստագրված է, որոշ բաներ դա ձեր կարծիքն է, այստեղ փաստերը եւ կարծիքը տարանջատելու խնդիր էլ կա։ Կներեք, ես այն ինչը որ փաստ է, ասում եմ փաստ է։ Այո, այն ինչը ուզում եք ձեզ ուղարկեմ եւ դուք ձեր էջի վրա դրեք։ 2020 թվականի օգոստոսի 1-ին ՀԱՊԿ-ի կողմից առաջարկված 25,000-ականոց զորքի տեղակայումը Հայաստան եւ սեպտեմբերի 15-ից մինչեւ հոկտեմբերի 15-ից զորավարժությունները կամ բոլորի ստորագրությունները։ Բարի պարոն Պետրոսյան, մենք արդեն պետք է ավարտենք ցավոք սրտի։ Մենք շարունակենք մեր զրույցը, կարծում եմ թեման մենք չենք փակել։ Ամենայն դեպս ես հայտարարում եմ չփակված այս թեման։ Շնորհակալ եմ։ Երբ հրավիրեք պատրաստ եմ։ Շնորհակալություն սիրելի հայրենակիցներ, Վազգեն Պետրոսյանն էր մեր զրուցակիցը, թուրքագետ, Հայաստանի ժողովրդական շարժման համակարգող։ Զրուցում եմ ես, Գայանե Առաքելյանս։ Բարին ձեզ։